Եվս մեկ քայլ առաջ Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Թուրքական լրատվամիջոցների տվյալով չվերթերը կիրականացվեն շաբաթական 7 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 11-ից։ Մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան չվերթերի շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական 14 անգամ։ Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Երկուշաբթի կեսօրից հետո Հալեպում բախումներ են տեղի ունեցել սիրիական դեմոկրատական ուժերի եւ սիրիական բանակի միջև համատեղ վերահսկողության տակ գտնվող անցակետի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանը։ Կրակոցների եւ գնդակոծությունների հետևանքով Հալեպի տարբեր շրջաններում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ Բնակչությունը անվտանգության նկատառումներով փակվել է տներում կամ ապաստանել անվտանգ վայրերում։ Ժամը 22:45-ին Սիրիայի բանակը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ բանակցություններին զուգահեռ հայտարարել է, որ դադարեցնում է կրակը։ Բախումների հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 8-ը։ Զոհերի կամ վիրավորների շրջանում հայեր չկան։ 2025 թվականի մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան եւ սիրիական դեմոկրատական ուժերի գեներալ Մազլում Աբդին ստորագրել էին պատմական համաձայնագիր, որի համաձայն պետք է ապահովի բոլոր սիրիացիների մասնակցությունն ու ներկայացվածությունը երկրի քաղաքական կյանքում, անկախ նրանց կրոնական կամ ազգային պատկանելությունից, իսկ քրդական զինված ուժերը պետք է ինտեգրվեն Սիրիայի բանակի կազմում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ։ Քննարկել են շարունակվող հակամարտություններում խաղաղության հաստատման կարեւորությունը, ինչպես նաեւ մեր երկրների միջև առևտրի եւ համագործակցության ընդլայնումը։ Երկու երկրի հետ հարաբերությունները հիանալի են։ Հաջորդ տարի Միացյալ Նահանգները կհյուրընկալի G20 գագաթնաժողովը եւ մենք հրավերներ կուղարկենք այդ առաջնորդներին միանալու մեզ որպես հյուր այդ շատ կարեւոր միջոցառմանը, որը տեղի կունենա Մայամիում։ Truth Social-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ղազախստանի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ քննարկվել է մասնավորապես Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Նշվում է, որ Ղազախստանը բոլոր ներգրավված կողմերին կոչ է արել ցուցաբերել համբերություն, ճկունություն, պրոֆեսիոնալիզմ եւ շարունակել խաղաղության բանաձևի որոնումը։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է Միացյալ Նահանգների նախագահի առաջնորդական ակնառու որակները, ինչը նրան թույլ է տվել ավարտին հասցնել մի շարք միջազգային ռազմական հակամարտություններ եւ դրական արդյունքների հասնել ԱՄՆ ներուժի ուժեղացման գործում, ասված է հաղորդագրության մեջ։ Ռուսական ուժերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների։ Լրատվամիջոցների տվյալով Կիևում ռուսական դրոնի բեկորների ընկնելու հետևանքով 4 խաղաղ բնակիչ է տուժել։ Քաղաքի ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ տուժածների թվում 16-ամյա դեռահաս է։ Բացի այդ, ռուսական ուժերը հարվածել են Կիևի մարզին, զոհվել է առնվազն 2 մարդ։ Մեկ մարդ էլ զոհվել է Խմելնիցկու շրջանում ռուսական գնդակոծությունների հետևանքով։ Ժիտոմիրում էլ զոհվել է երեխա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք։ Եվս 15 ԱԹՍ ոչնչացվել է առավոտյան, որոնցից 14-ը Բելգորոդի մարզի երկնքում, մեկը Վորոնեժի։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն անցկացրել են գրգռող հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Շփումն անցել է աշխատանքային մթնոլորտում։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ամբողջ օրակարգը բավական լուրջ եւ պրոֆեսիոնալ մակարդակով։ Չեմ կարող ասել, թե զգալի առաջխաղացում ունենք, կան առանձին թեմաներ, որտեղ առաջընթաց է գրանցվում, բայց գլխավոր հարցերը նախկինի պես լուծված չեն, ասել է նա։ Ավելի վաղ ամերիկյան կողմը Ֆլորիդայում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առանձին բանակցություններ է վարել ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների հետ։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը բանակցություններն անվանել է արդյունավետ եւ կառուցողական։ Ռուսական կողմի հետ բանակցություններից հետո եւս Վիտքոֆը նշել է, որ Մոսկվան հանձնառու է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը եւ աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նույնպես բանակցությունները որակել է կառուցողական։ Միևնույն ժամանակ Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Դմիտրիևի զեկույցից հետո Մոսկվան կմշակի իր դիրքորոշումը, որով էլ առաջ կշարժվի։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ ամենամեծ հարցը Դոնբասի տարածքի վերահսկողությունն է։ Պեկինն Ուկրաինային կոչ է արել պատժամիջոցներ չկիրառել Չինաստանի քաղաքացիների եւ ընկերությունների նկատմամբ։ Չինաստանը հերթական անգամ հետևողականորեն հանդես է գալիս միջազգային իրավունքը խախտող անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ։ Մենք կոչ ենք անում Ուկրաինային անհապաղ ուղղել սխալները, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։ Նա հավելել է, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի Չինաստանի քաղաքացիների եւ ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Չինաստանի մի շարք
քաղաքացիների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, որոնց Կիևը կասկածում է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության հետ համագործակցության համար։ Սահմանափակումները կկիրառվեն մինչև տարեվերջ, հստակեցրել էր նախագահը։ Նա նաև տեղեկացրել է, որ Մայամիի հանդիպումից հետո Կիևը պատրաստել է փաստաթղթերի մի քանի նախագիծ։ Մասնավորապես կան փաստաթղթեր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերակառուցման եւ այս պատերազմը դադարեցնելու հիմնական շրջանակի վերաբերյալ, ասել է Զելենսկին։ Նախագահը նշել է, որ Կիևը սպասում է Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակմանը։ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է իր ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կիրակի նա Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին նշանակել է Գրենլանդիայում իր հատուկ բանագնաց, ինչը քննադատության էր արժանացել Դանիայի եւ Գրենլանդիայի կողմից։ Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետները համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւս արձագանքել է Թրամփի որոշմանը, հայտարարելով միայն կղզու բնակիչներն ու Դանիան ունեն Գրենլանդիայի կարգավիճակը որոշելու իրավունք։ Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք է։ Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կհարգեն նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կհարգեն իրենց միջազգային պարտավորությունները, նշել է Կալասը։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին, չբացառելով անգամ այն գրավելու հնարավորությունը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։